Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ որ մի գործողություն անում է, ինքը չի անում հենց կոնկրետ այդ րոպեին, որ պետք է կատարվի։ Տեսեք, ինչպես որ Ալիևին ու Նիկոլին կանչեց իր մոտ, ասաց, «Ստե ստորագրեք»։ Չէ, փունջ կանչում է։ Հետո էլ Միջին Ասիայի երկրի ղեկավարներին, իրանց էլ, այսինքն բոլորին հերթով նարատիվները տալիս, ասելա վեր մի թռեք։ Իսկ ինչ վերաբերում է, որ կոնկրետ հենց այսօր պետք է լինի, այն, գիտեք, այն հայերս գիտեք ոնց ենք այն հանրատ մի հատ անեկդոտ կա, որ աղջիկը հորն ասում է, «Պապա ամուսնանալ եմ ուզում», «Չէ, ամուսնանալ եմ ուզում», ասում է, «Հա, բալես կամուսնանաս», «Չէ, հենց հիմա եմ ուզում»։ Երեխեն տենց է ուզում։ Հիմա այս հայերը որ ստորագրը բախի, որովհետև պատերազմ է այդում, որովհետև դու հələ չես կողմնորոշվել, այդ Թրամփի ճանապարհը Թրամփինն է լինելու, թե ումը։ Որովհետև вообще էլի, եկեք ասես մատ Вообще խոսանք այդ ճանապարհից առհասարակ, որ դու ծլեց այդ ճանապարհ հասկացողությունը։ Որ դու առաջացավ։ Որ դու Թրամփներ ասեց, կամ Թրամփից առաջ Բայդենը ասեց, կամ Ամերիկայից որից մի նախագահ, կամ ինչ-որ Ամերիկայից որից մի պաշտոնյա էր առաջարկեց դա։ Դուք ստե դրիկ, Մինսկի խումբը հեճու փուճարիկ, Նիկոլ Փաշինյանի բառերն եմ ասում, այդ ինչ է ժողովուրդ։ Այդ Մինսկի խումբը այդ ինչ էր արա, խեղ կատակի է վերածում, էլ չի ասում, միայն Մինսկի խումբն էր, որ Ֆրանսիայի ու Ամերիկայի ներկայությամբ Ռուսաստանին գոնե ինչ-որ ձև գամերը քաշում էին, ասում են, չէ, սենց չի, սենց է։ Այսինքն, որպես գործիք փոխանակ դու դրանով օգտվեիր, եւ ասեք, այն ինչ-որ Հայաստանին 100 չէր ռուսական կողմից թելադրված բաները, այսինքն, հենվեիր, դու հեգնում էիր, դու հեգնանքի էիր վերածում այդ եկակառույցը, այսինքն այդ կառույցը, դա նաև համանախագահները Ֆրանսիան ու Ամերիկան է։ Ու սա արևմտամետ գործի, չէ։ Ծիծաղ, այսինքն ծիծաղ։ Հիմա մենք նորից գնում ենք Տրամփի ճանապարհի այդ հանգամանքին։ Այդ ճանապարհ հասկացողությունը առաջացել է Պուտինի կողմից։ 9-1-1-ի ժամանակ։ Նոյեմբերի 19-ին Դա չի գնում այդ Գոբլի ծրագիր, Լավրովի ծրագիր։ Չէ, այդ Մեղրից։ Չէ։ Երբ որ այդ բանը ավարտվեց, պատերազմը, այսպես ասած, հայկական կապիտուլյացիան, եւ պետք է իրար հետ ստորագրեին, Ալիևը, Փաշինյանը եւ Պուտինը, որպես 9-րդ կետ, Պուտինը ինքն է ավելացրել Մեղրիի ճանապարհ, Զանգեզուրի ճանապարհ, եւ այդ անվանումը եւ դրա էությունը շատ է դուր եկել թուրանական գործիչներին, Ալիևին ու Էրդողանին, ասում կապ չունի, ինչ տարբերակով, հələ արդեն պրոպագանդա էր սկսվել Հայաստանում, Ժորժ ջան, դա թուրքական ճանապարհ չի, իմացեք, Facebook-ն է հսկելու, նայեք, անունը այդպես է, բայց հսկելու է Facebook-ն, այսինքն ինքը հնարեց, որպեսզի ասենք իրան թվում է, թե իրանց տափակ ուղեղներով ռուսների, որ ասենք եթե ինքը Facebook-ն ընդ կայնած, ասենք, հա, այսինքն այդ Թուրանի ճանապարհը պետք է չոտքի գործի ու բոլորը իր ենթակայության տակ են, որ թուրքերը իրանց հանգարց չխափեն, որ այդտեղ ինչքան նավթ ու գազ անցնում, ինչ անցնում, որ իրան չխափեն քանակի մեջ, գների մեջ, ինքն է վերահսկելու։ Հենց ամերիկացիք նայեցին արասեն այս երկու դիակը, Էրդողան Պուտին, այսինքն իմ քթիս տակը, Կովկասում, այդ պորտի, մոլորակի պորտի, ես միշտ էլ ասել եմ, որ այդ ճանապարհը մենակ հո բանինը չի, Ադրբեջանին ու Թուրքիային կամ Ռուսաստանին, այդ ճանապարհով կարողանալու են օգտվել եւ Իրանը, չնայած Իրանին ակտուալ է, ասենք, հարավ-հյուսիս ճանապարհը, բայց նաեւ այդտեղով, այսինքն Իրանը շատ Նախիջևանով դուրս գա Հայաստան երկաթգծով, այսինքն նաեւ Իրանը, նաեւ ամբողջ Ասիան, սկսած Վիետնամով, Մալազիայով, Ինդոնեզիայով, Հնդկաստանով, Չինաստանով, Կիրգիզիայով, Կազախստանով ու մնացածով։ Ճանապարհ ես բացում միջազգային օրենքներին համաձայն։ Դու կոմունիկացիա ես բացում։
Հիմա ոնց որ Պանամայի նեղուցը ասես գիտես ինչ կա, էսի բրազիլացիների հիմա բայց ոչ արգենտինացիների հետ, ոնց է, նեղուցը всё բացավ։ Միջազգային օրենքներին համաձայն այդ նեղուցը գործելու է։ Նույնիսկ է։ Մենք ասել ենք, ընդամենը Տրամպը այդ երրորդ համաշխարհային պատերազմի, նայեք, բռնատիրական ակումբների, ասենք, միությունը ընդդեմ քաղաքակիրթ աշխարհի։ Տրամպը դաշտիրակչական աշխատանք է տանում։ Սկզբից Ալիև Նիկոլ, հետո Միջին Ասիայի երկրների։ Դասերակցական թե այդ ձեր ասած բլոկի Նաև նախադրյալներն է։ Նաև դաստիարակչական, որովհետև շանս է տալի։ Բոլորին էլ շանս է տալի։ Ասում եմ վերադարձեք նորմալ քաղաքակիրթ աշխարհի ընտանիք եւ ապրեք շարունակեք։ Բնավ ամերիկացիների նպատակը այն չի որ դնի այս ազգին ստորացնի, այն ազգին ստորացնի, եթե ազգին նորմալ իրան պահում է։ Նորմալ իրան դրսևորում է։ Այսինքն ռազմավարական նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար այդ ճանապարհը։ Պարզապես նա չի թույլ տալիս, որ ուրիշը վերահսկի։ Այո։ Դա է։ Նաև ինչու՞ չէ նաև հետագայում նաև, քանի դեռ աշխարհում այս լարված վիճակն է, այնտեղ բոլորս էլ գիտակցում են, որ լուրջ process-ներ չեն ընթանալու։ Արևմուտքը այնուամենայնիվ պետք է միայն արևմուտքով փրկվենք։ Ոչ Իրանով, ոչ Ռուսաստանով, ոչ Չինաստանով, ոչ էլ Թուրքիայով, ոչ էլ առավել եւս Ադրբեջանով։ Փրկություն չկա։ Փրկությունը միայն արևմուտքն է։ Հաստատ եմ ասում, Իվանաշվիլին ինչ կանել ռուսամետ քաղաքականություն է վարում, այսինքն ռուսամետ է, նա գործիչ է։ Նա չի համարձակվի, ուղղակի կայնի ասի, այս ճանապարհը հայերի համար փագա։ Չի կարա, ոչ առիթն ունի, ոչ պատրվակը շատ կորցնելու բան կունենա Վրաստանը, շատ։ Դրա համար ոչ մեկ չի անի։ Չի հանդգնի նաև Թուրքիան։ Ոչ մեկ չեն հանդգնի, ոչ Եվրոմիության, առավելևս ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ ինչ-որ բան անեն։ Հավատացեք, չեն կարող անեն։ Չկա տես բան, դուք հասկանում եք, անգամ ոնց ասեմ, ոնց որ տնեն ասեն, այս երկիրը ոնց որ Էստոնիային չենք ուզում, սենց ենք անում, բլոկադա ենք ենթարկում։ Այո, ես գիտեմ, որ բլոկադան, սովամահության, ասենք, ենթարկել դա KGB-ի ռուսական կայսրության աշխատելու ոճն է, ինչպես որ Արցախի հետ արեցին։ Այո, սովի մատնեն, հետո էլ կոտորեն, հետո էլ էթնիկ զտումները իրականացնեն։ Դա իրանց ոճն է, բայց կոնկրետ Հայաստանի հետ կապված չեն անելու։ Այո, Նիկոլ Փաշինյանը գուցե եւ այդ խաղակարտը խաղացնի, մի փուլ բերի, որ տեսեք, ժողովուրդ ջան, ինչ վիճակի հայտնվեցինք, երբ որ մենք գնացինք Ռուսաստանի դեմ։ Դրա համար ես որ ասում եի բալանսավորված քաղաքականություն, սրա համար էի ասում, ու նորից վերադառնա ռուսական ծիրի մեջ։ Այսինքն սա այն նուրբ խաղերն է, որով գործակալ Նիկոլ Փաշինյանը արդարացնում է իր դանդաղկատությունը։ Բայց որ ինքը ուզում է դեպի արևմուտք ինչ որտեղ իր հոգու խորքում կամ իր արտահայտությունից կա գոյություն ունի ֆիզիոգնոմիկա, որ մարդու ասածները նայում ես տենում ես չէ, ինքը այնուամենայնիվ ուզում է դեպի արևմուտք գետը, ինքը այդ կանել հիմար չի, գիտեք ինչի համար, մի բանի համար, դա էլ եմ ասել ժամանակին, իր կաշին փրկելու համար, միայն իր կաշին փրկելու համար։ Ինքը գիտակցում է, ինքը տենում է, որ ռուսական կայսրությունը բոլորին օգտագործում է, դու շպրտում է։ Կամ բերդերը, կամ սպանում է, կամ վերացնում։